Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը անընդհատ հարձակվում եկեղեցու վրա։ Հավատք չունի եկեղեցուն, գիտեք, այն սովետի վաղտով մարդիկ 70 տարի մութուխավար կոմունիստական հավատներով էին ապրում, եկեղեցուն անտեսել են, միգուցե նայել է այդ տարիների չհավատացողներից, ինչ ասեմ, հավատք ունենար լիքը սխալներ չէր անի մեր պետության հետ, անհավատ մարդ է, նրա համար էլ գրոհում է։ Ինքը հայ չի, ինքը առաքելական եկեղեցու հետ ոչ մի կապ չունի։ Վախենում է իր պաշտոնից։ Ժողովրդի շեղում է ընդհանուր խնդիրներից, դրա համար էլ ընկել է եկեղեցու հետևից։ Մարդ պետք է քրիստոնյա անի, որ այդ բանը չանի, եթե քրիստոնյա չի անում։ Ինձ թվում է ավելի շատ գումարային խնդիրներ լուծելու համար, որտեղ եկեղեցին բավականին ֆինանսավորված է եւ ինքը ֆինանսներ է ուզում պոկի եկեղեցուց, այսպես ասած, կոպիտ ասած։ Փողի խնդիր է։ Երևի նա չի ընդունում եկեղեցին, ես չեմ ուզում իր ասացները մեկնաբանել, բայց ամեն դեպքում ինձ միայն անհանգստացնում է մեր Հայաստանի հարցը, մեր երկրի հարցը, մեր ժողովրդի կարգավիճակը ինչ է լինելու։ Ինձ միայն դա է։ Նա սկզբից եկեղեցին չուլաններ անվանեց, հետո անդրադարձավ ուրիշ հարցերի։ Բնական է, բայց ինձ միայն հետաքրքրում է երկրի հարցը։ Ախր ընտրողները, որոնք որ ժամանակին ընտրել են, թող մտածեն, որ իրոք արժանի է, նա կարող է աշխատել թե ոչ։ Ընտրողն է մեղավոր, Նիկոլը մեղավոր չի։ Հիմա նրանց հետո փողոցներում ման են գալիս եւ ասում, որ թշնամիա, էսա, այնա, թուխա, չի կարելի այդպես բան ասել։ Ղեկավարը պարտորեն գենտարկելու իրեն, բայց քանի որ իրանք ընտրել են, ինչ է սոր ընտրողները նորից վարկաբեկում իրեն։ Ով չի ճանաչում Գարեգին Բ-ին, թող ճանաչի։ Ես նրան ոչ միայն եկեղեցից գիտեմ, այլ ընդհանրապես։ Про Николу Пашиняна лучше вообще не спрашивайте, настроение не портите мне։ Հես այ իրանք շնորհ գնայեք, տեսեք փողոցի մեջ է։ Ինչ պետք է ասենք եկեղեցին։ Մեր հայերը էդի մեր օրենքն է, մեր կարգ ու կանոնն է։ Եկեղեցին Փաշինյանը պետք է եկեղեցու հարցերը լուծի։ Փաշինյանը թող իր հարցերը լուծի։ Սխալ վարկագիծ ունի եկեղեցին։ Եկեղեցին իրավունք չունի խառնվի քաղաքական հարցերին։ Վարչապետին հարիր պահվածք է եկեղեցու հանդեպ գրեիք բառապաշար օգտագործել։ Չէ, դա քննադատում է։ Սազական չի։ Ինքը չի կարողանում։ Մեր կաթողիկոսը Շվեյցարիայում հարց է բարձրացրել մեր գերիների եւ Արցախի մասին, որը նրան հետի դուր չի գա, նա հասնել էր Արցախը։ Դրա համար երևի 30 տարի առաջ դեռ Լևոնի ժամանակ նա որ եկավ այդ քաղաքականություն, դեռ այն ժամանակվանից էր այդ գրեհիկ բառապաշարը շպրտում կառավարության ղեկավարների գլխի։ Դա իր ոչն է, իր էությունը, աղջիկս։ Դրանից ավել նա ուրիշ բան չգիտի։ Երկրի ղեկավարը ինքը պետք է օրինակ վերցներ Կարեն Դեմիրճյանից։ Ինչ ասեմ, մի առաքին մարդ, մի առաքին ղեկավար, խոսելը մարդ հմայվում էր, սա ինչ է, ինչ գիտեմ, թող Աստված դատին դրան, իսկ ինչ վերաբերում է եկեղեցու դեմ, եկեղեցին մեր կրոնը, մեր գոյությունը, մեր պետականությունը, մեր, ինչ ասեմ, կրոնը մեր հայությունն է, ոնց ասեմ, որ իմանաք, իսկ ինչ վերաբերում է զավակ ունենալուց, նա զավակ չի սիրում, եթե սիրեր 5000 զավակ չէ լսնի եռաբլուր։ Նախ այդ մարդու անունը լսել անգամ չեմ ուզում առաջին հերթին, ինքը մարդ չի։ Ինքը, չգիտեմ, սատանա է, ինչա, չեմ ուզում ուրիշ ազգի անուն ասեմ, որովհետև չգիտեմ, ինքը մարդ չի, ինքը պետքա չլինի։ Ինքը մեր երկիրը կործանում է։ Ինքը մեր երեխեքի գլուխը կերավ։ Հիմա էլ չգիտեմ ինչ բաներ է մոգոնում, ինչեր անում։ Սա չգիտեմ։ Քաղաքացիական բանի է մղում, որ մարդիկ իրար դեմ դուրս գան, շատ կեղտոտ մարդ է։ Ինքը вообще չպետք է լինի։ Մեր եկեղեցին, մեր սրբությունն է։ Ես չգիտեմ, սա աղանդավոր է, ինչ է։ Նա սրբություն չունի։ Ոչ մի բան իրան չնա, գիտեք, ասեմ, փողոցային, դեղին մամուլին, օրենքներով երկիր է կառավարում։ Փողոցային, ուժա։ Մենակ եկեղեցին չի, բայց դրա նախորդ թող այդ
մարդկանց վիրավորելը, տգեղ խոսքեր ասելը, նա քաղաքական գործից չի, նա խոժան է, նա փողոցային է։ Նա մեր ամբողջ երկիրը, մեր ժողովրդին խայտարակ արեց։ 18 թվից էսկում խայտարակ է անում։ Պետք է ոտքի կանգնել իր դեմ, սենց չի կարող լինել։ Սկզբից նախկիններն էր մեղադրում, հիմա եկեղեցուն է մեղադրում, հետո ում պիտի մեղադրես։ Բոլորը մեղավոր են բացի իրանից։ Դու երկրի գլխավոր հրամանատար ես, այտենց պատերազմ են վարում։ Ես տղա եմ ուղարկել պատերազմ։ Ես գիտեմ այնտեղ ինչա կատարվում։ Դու քանդում ես, բանակը քանդեցիր, ամեն ինչ քանդեցիր։ Դու ինչ ես ստեղծել։ Եկեք մի հատ տեսնենք ինքը ինչ է ստեղծել։ Չգիտեմ, չեմ հասկանում, այդ հայրենասիրությունն այդքան վատ բան է, որ սրանք չեն ընդունում։ Սրանց ինչ են սիրում իրանք։ Իրանց համար ինչն է կարևոր։ Ուտեն խմեն, մանկան սրան նրան հայհոյեն, հա? Փողոցային վերջին խոսքերով երկրի ղեկավար ես դու։ Գնում է արտասահման կուրկուրի ձակա դառնում, բոլոր իրան ձեռ են առնում, նստելու տեղ չեն տալի, դրոշը թարս են դնում, ինքը ձեն չի հանում, գալիս այստեղ ժողովրդին ամեղադրում, եկեղեցուն ամեղադրում, բոլորին մեղադրում է, դա հետո դեղին մամուլի օրենքներով ինքը երկիր է կառավարում, ոչ բարով։ Եվ նորից եմ կրկնում, ամենաանպաշտպանը արտաքին թշնամու դեմ առաջին հերթին, երկրորդը իմ երկրի, իմ իրավունքները այսօր ոտնահարված են։ Ես այսօր իմ իրավունքը չեմ կարող իրացնել, որտեղ ոչ մարդու իրավունքի պաշտպան կա, ոչ էլ նորմալ համակարգ, որ ես կարողանամ դիմել։